И Хорошо, Исайя, вы здесь? Да. Да, хорошо. Продолжим. Гуманизм. Мгм. Да, значит, в Европе образуется огромный спрос на книги. Եվրոպայում ձևավորվում է գրքերի մեծ պահանջարկ, Прям голод. ինչպես մի սով, Читают все. И читают не только книги, еще появляются самые первые газеты. ոչ թե միայն կարդում են գրքեր, արդեն առաջին թերթերն են հայտնվում։ Идет полемика академическая, и эта полемика обсуждается в Европе. Սկսվում է ակադեմիական պոլեմիկա, այսպեսի վիճաբանական գրականության И появляется такое понятие, как կերպ, памфлет. как что, Памфлет. եւ դրա արդյունքում Եվրոպայում ձևավորվում է մի այսպիսի հասկացողություն, որ կոչվում է պամֆլետ, Как один лист с тезисами. որպես մի այսպես մի էջանի թեզիսներով հայտարարություն, հա, գրություն։ И люди готовы платить деньги за просто немножко информации на листочке, интересная информация. Այսինքն մարդիկ պատրաստվում են արդեն վճարել գումար ուղղակի մի էջանի հետաքրքիր ինֆորմացիայի համար։ Появляется желание изучать философию. Արդեն առաջ է գալիս ցանկություն փիլիսոփայություն ուսումնասիրելու Не только академикам, но даже людям, которые торгуют. եւ ոչ միայն ակադեմիական շրջանակներում, այլ այն շրջանակներում, ովքեր որ ուղղակի վաճառականներ են, Ремесленникам, городским жителям. արհեստավորների շրջանակներում, քաղաքի բնակիչների Им нравится все это поглощать информацию и обсуждать ее друг с другом. իրենց դուր է գալիս այդ ամբողջ տեղեկատվությունը վերցնեն եւ մեկը մյուսի հետ սկսեն քննարկել դրանք։ Да, помните Вальдо из Франции? Հիշում եք Վալդոին Ֆրանսիայից։ Он не был академиком, но он огромные деньги потратил на книги. Ինքը ակադեմիկոս չէր, բայց ինքը շատ մեծ կարողություն ծախսեց գրքերի վրա։ Он был самым ярким примером, но таких людей было тысячи. Ինքը ամենավառ օրինակն էր, բայց նմանատիպ մարդիկ հազարաներով կային։ И вот тут изобретен печатный станок. Եվ արդեն այստեղ է, որ տպիչ մեքենայի գյուտն է արվում։ Да, значит, в чем его особенность? Ինչու՞մն է իր առանձնահատկությունը։ Он уже существует много лет в Китае. Այն արդեն այս պահին շատ տարիներ գոյություն ունի Չինաստանում։ И были печатные станки уже в Европе, уже были несколько сотен лет. Եվ տպիչ սարքեր էլի կային Եվրոպայում մի քանի 100 տարի։ Значит, суть изобретения это определенная инновация. Այսինքն այս գյուտի իմաստը նորարարությունն էր։ И эта инновация называется переменный шрифт. Եվ այս նորարարության իմաստը այսպիսի փոխվող տարերի ձևն էր, հա, փոխված։ То есть как работали печатные станки китайского образца? Ինչպես էին չինական օրինակի տպիչ մեքենայի աշխատում տարերը։ Берется доска, большая доска, ну, размером со страницу. Մոտավոր էջի չափի մի տախտակ է վերցվում И стамеской, деревянной стамеской вырезаются буковки. եւ փայտից ինչ որ հարմարանքով տարեր են վրան գրվում, փորագրվում։ То есть нужно снять 2 миллиметра дерева и оставить выступы, которые будут буковками. Այսինքն պետք է 2 մմ-ի չափ ուղղակի տաշվի այդ փայտը եւ այն ուռուցիկ հատվածն էլ հենց տարերը կարտահայտի։ И еще надо это уметь делать зеркально. Եվ նաեւ դա պետք է կարողանալ անել հայելային ձևով, որպես ընթերցող ուղիղ կարդա։ Потому что потом на буквы кладется лист, обмазывается краской, кладется лист. Որտեվ հետո այդ տախտակի վրա կգցվի ներք եւ էջ կդրվի վրան։ И это просто огромное количество труда. Որպեսզի տպվի եւ դա իրենից ներկայացնում է շատ մեծ
քանակի ջանք։ И эта доска очень быстро снашивается. Եվ շատ շուտ մաշվում է այդպիսի տախտակը, այդ մոդելը, Потому что к ней прессом прикладывается грубая бумага. որովհետև ճնշումով, հա, պրեսով իր վրա դրվում է շատ կոշտ թուղթ, И после 300-400 прикладываний буковки начинают ломаться. եւ այդ ճնշումից, այդ սեղմելուց 3-ից 400 անգամ օգտագործումից հետո արդեն տարրերը սկսում են մաշվել։ Иногда их делают из меди. Ժամանակ առ ժամանակ դա պատրաստվում էր պղնձից, Но медь плющится, она мягкая. բայց ինքն էլ քանի որ փափուկ մետաղ է, շուտ И դեֆորմացվում է։ после 700 приложений уже буковки становятся размытые. 700 մոտավորապես տպումից հետո էլ դրա տարրերն են արդեն լինում անճանաչելի։ То есть надо снова брать стамеску и снова обрабатывать все эти буковки. Այսինքն նորից պետք է աշխատանք տանել տարրերի վրա, որպեսզի վերաձևել տարրերը։ И так на каждый лист книги. Եվ այդպես գրքի ամեն էջի վրա պետք է այդ աշխատանքը տարվեր։ То есть вам, чтобы издать книгу на 100 страниц, нужно 100 таких гравюр. Այսինքն այդպիսի 100 տախտակներ պետք է դուք ունենաք որպես մոդել, որ կարողանաք 100 էջանի գիրք թողարկեք։ И у вас получится тираж максимум на 1000 книг. Եվ այդ դեպքում էլ դուք ունենաք ամենաշատը հրատարակչության 100 ներողություն 1000 քանակ, հրատարակության 1000 քանակի գիրք։ И пока вы будете их печатать, эти гравюры будут ломаться. Եվ տպելու ընթացքում արդեն այս տախտակները կմաշվեն։ И придется останавливать производство, заново переделывать лист, вставлять его обратно. Եվ պետք է արդեն տպագրության գործընթացը դադարեցնեք մեջտեղում եւ այդ փորագրությունների վրա աշխատանք տանեք եւ հետո նորից շարունակեք։ Йоганн Гутенберг не был печатником. Յոհան Գուտենբերգը տպող չէր, Он был ювелиром. նա արհեստավորն էր, պատրաստում էր դա։ И он придумал новую систему. Եվ նա մտածում է նոր համակարգ։ Что если не брать одну доску, Նա ասում է, իսկ ինչ եթե չվերցնեմ մի տախտակ а взять матрицу եւ վերցնեմ այսպես հավաքականություն и в эту коробочку матричную можно выложить индивидуальные маленькие буковки. եւ ընդհանուր այդ արկը հնարեմ եւ դրա մեջ դնեմ փորագրած տարրերը առանձին Или посадить их на стержень. կամ էլ ինչ որ բանով ամրացնեմ այդ տարրերը дրա վրա И тогда, если одна буковка сломается, եւ այդ դեպքում եթե ես այդպես անեմ ու մի տառ փչանա можно только ее поменять, а остальное не трогать. այդ դեպքում միայն դա փոխելու կարիք կլինի այդ մի փոքր տառը փոխելու կարիք կլինի Да. Более того, можно полностью издать книгу с одного станка. Ավելին ասեմ այդ դեպքում արդեն հնարավոր կլինի մի ամբողջական գիրք մի գործիքով թողարկել То есть вы можете выложить одну страницу, отпечатать ее 100 раз, Այսինքն դուք կարող եք մի էջ դնել 100 անգամ դա տպել достать буковки, հանել տարրերը выложить следующую страницу դնել տարրերը հաջորդ էջով и потом отпечатать следующую еще 100 раз. հետո էլի 100 անգամ տպել հաջորդ էջը То есть это создает такую ситуацию, что капитал для первого тиража не нужен такой большой. Այսինքն սա այնպիսի մի իրավիճակ է սարքում որ արդեն առաջին տպականակի համար քեզ մեծ ներդրում պետք չի շատ То есть вам не нужно на книгу 100 страниц, вам не нужно 100 гравюр. Այսինքն այս դեպքում արդեն ձեզ 100 էջանոց գրքի համար 100 փորագրված այդպիսի մոդել պետք չի
Вам нужно только два набора букв Այսինքն դուք միայն կարիք ունեք երկու հավաքածու տառերի։ и одна матрица. Մեկ էլ մի այդ հարմարանքը, որի մեջ պետք է տեղադրվեն այդ տառերը։ И вы можете издавать сразу первое издание. Եվ դրա միջոցով դուք արդեն առաջին թողարկումը կարող եք անել։ Да, но здесь еще важно понять, что с этого набора можно издать не одну книгу. Եվ նաև կարևոր է հասկանալ, որ այսպիսի մի հավաքածուից սարքի կարելի է ոչ թե մի գիրք թողարկել, այլ շատ։ Вы можете за месяц напечатать 3 разные книги. Դուք կարող եք մի ամսվա մեջ 3 տարբեր գիրք տպագրել։ А это гораздо лучше, потому что жители города не хотят все читать одну и ту же книгу. Եվ դա լավ է, որովհետև քաղաքի ժողովուրդը բոլորն էլ ուզում են նույն գիրքը կարդացած լինել։ Они хотят разные книги. Չեն ուզում նույն գիրքը կարդացած լինել, ուզում են տարբեր գրքեր կարդալ։ Да, поэтому один бизнесмен может обслуживать весь свой город. Այսինքն մի գործարարը կարող է ամբողջ իր քաղաքը սպասարկել։ То есть он может напечатать, допустим, Аристотеля, Այսինքն օրինակ նա կարող է տպել Արիստոտելի գրվածքը, которого, кстати, привезли из Аббасидской империи, его привезли с Востока. Իդեպ Մերձավոր Արևելքից Աբասական կայսրությունից էին բերել իր գրվածքը, Он может напечатать Евангелие, կարող է իր տպել ավետարան, и он может напечатать церковных отцов կարող է տպել եկեղեցու հայրերին, маленьким тиражом, փոքր քանակությամբ իհարկե, по 20 копий. 20 օրինակով։ И они очень быстро разойдутся, их сразу скупят. Եթե այդպես անես, շատ արագ կսպառվեն, միանգամից կգնեն։ Да, то есть с гравюрами это просто невозможно. Իսկ դրանից առաջվա մեթոդով, այդ փորագրված սալիկներով դա հնարավոր չէր։ Да, и вот Гутенберг уже оставляет ювелирное изделие, и он переходит в печать. Եվ արդեն Գուտենբերգը թողնում է այդ ձեռագործ աշխատանքները եւ արդեն անցնում է հենց տպելուն։ И он печатает вульгату тиражом в 36 копий. Եվ նա վուլգատան է տպում 36 օրինակից։ Их скупают сразу. Այդ 36-ն էլ միանգամից վաճառվում են։ И еще ставят заказы на года вперед, дайте еще, дайте еще. Հետո էլ մի քանի տարի առաջ դեպի առաջ պատվերներ են անում, որ ասում են էլի մեզ վաճառեք։ Да, и в принципе издательские дома где-то лет 200-300 не поспевают за спросом. Եվ տպագրական այս տները 200-300 տարի այս պահանջարկի դեմ չեն կարողանում հասցնել։ Да, и через где-то 60 лет напечатан греческий Новый Завет. Եվ մոտավորապես 60 տարի հետո էլ արդեն տպվում է հունարեն նոր կտակարան։ И его хотят все университеты. Եվ բոլորն են ուզում, բոլոր համալսարաններն են ուզում ունենալ հունարեն նոր կտակարանը։ Его хотят все знатные люди, даже если они не умеют читать по-гречески. Բոլոր բարձր խավի մարդիկ ուզում են, նշանավոր մարդիկ ուզում են ունենալ անգամ եթե չեն կարողանում հունարեն կարդալ։ Потому что это слова Иисуса. Ինչի որտեղ դրանք Հիսուսի խոսքերն են պարունակում։ Да, и это разлетается просто по всей Европе как самое приятное, самое вкусное, что можно только приобрести. Եվ ուղղակի շատ արագ կերպով վաճառվում է Եվրոպայում որպես մի քաղցր բան, որ երբևիցե կարելի է վաճառել։ Да. И на вот этом движении печати раскачивается гуманизм. Եվ հենց այս տպելու շարժման ընթացքում էլ զարգանում է հումանիստական շարժումը։ Да, это реформаторское движение 16 века. Այն բարեկարգված շարժում է 16-րդ դարի։ Это литературное движение с особой любовью к классической филологии. Классической Филологии. Այն գրական շարժում է, հա, գրական շարժում է, որ իր հետ ունի դասականի հանդեպ թե փիլիսոփայության, թե գիտության, թե գրականության, դրա հանդեպ շատ մեծ սեր։ Да, философии и науки.
То есть почему такой интерес к греческому языку? Հիմա հասկանանք ինչի համար է այսպիսի մեծ հետաքրքրություն ձևավորվում հունարեն լեզվի նկատմամբ։ Да, из-за голода на литературу. Они хотят читать много, они хотят читать хорошие труды. Նրանք ուղղակի սով են ապրում գրականությամբ։ Նրանք ուզում են շատ բան կարդալ, ինչքան հնարավոր է։ Да, и оказывается, что на немецком, на французском не так много хорошего, что можно почитать. Եվ բարձվում է, որ գերմաներենով, ֆրանսերենով այդքան շատ լավ բաներ չկան, որոնք որ կարող է ընթերցել։ А на латыни уже интереснее, Լատիներենի մասով արդեն ավելի հետաքրքիր է, но на греческом открывается Платон. բայց հունարենի մասով արդեն հասանելիություն է լինում Պլատոնին։ На греческом открывается Новый Завет. Հունարենով արդեն հասանելիություն է բացվում նոր կտակարանին։ Сократ. Սոկրատեսը, Да, великие римские писатели, которые сохранились на греческом. մեծամեծ հռոմեական գրողներ, որոնց գրվածքները որ պահպանվել էին հունարենով, И европейцы просто влюбляются в античность. եւ եվրոպացիները արդյունքում ուղղակի սիրահարվում են անտիկ այս գրականության վրա։ То есть это эпоха Возрождения, то есть почему она оборачивается назад, она смотрит в античность как в идеал. Այսինքն այս վերածննդի դարաշրջանը հետ է նայում անտիկության դարաշրջանին եւ այն դիտարկում է որպես իդեալ А, կատարելություն։ да, то есть им кажется, что люди как будто раньше были умнее. Ռանշը բույլի, Умнее. այսինքն այսպեսի նրանք աշխարհայացք ունեն, որ մարդիկ նախկինում ավելի խելացի են եղել, Как будто они были культурнее. այնպեսի տպավորություն, որ այն ժամանակ ավելի կրթված խելացի են եղել, Как будто многие вещи они понимали лучше, чем европейцы. թվում է թե նրանք նախկինում շատ բաներ ավելի լավ էին հասկացել, քան տվյալ պահին եվրոպացիներն էին հասկանում։ Да. И вот здесь появляется их лозунг «ad fontes». Եվ այստեղ արդեն առաջանում է նրանց կարգախոսը ad fontes, Да, что значит к источникам. որ նշանակում է հետ դեպի ակունքները, Да, источникам, к фонтанам. Фонтанам. հետ ակունքներին, աղբյուրին։ Да, что это понятие, как будто это живая вода, то есть это как Այսինքն այն лекарство գաղափարը для կա ոնց որ души. այսինքն այն գաղափարը կա ոնց որ դա մի կենթանի գետ լինի, որի ակունքին պետք է հասնել, որ օգտակար է հոգու համար։ Как будто это возвращение в Эдемский сад. Կարծես մի վերադարձ լինի դեպի եդեմական պարտեզ։ Да, это выражается не просто в литературе, это выражается в искусстве. Եվ այս գաղափարը ոչ միայն արտահայտվում է գրականության մեջ, այլ նաև արտահայտվում է արվեստի մեջ։ Европейское искусство начинает подражать античности греко-римскому наследию. Եվ եվրոպական արվեստը արդեն նայում է եւ փորձում է վերցնել, սովորել հին հունական եւ հռոմեական արվեստներից։ Да, то есть до того момента в христианском искусстве все люди, например, одеты в одежду. Մինչ այդ պահը, օրինակ, բոլոր քրիստոնեական այդ արվեստի գլուխգործոցների մեջ բոլոր քրիստոնեական կերպարները շորերով էին պատկերվում։ Здесь художники начинают рисовать, как рисовали греки, как рисовали римляне. Իսկ այստեղից սկսած արդեն նկարիչները սկսում են նկարել այնպես, ինչպես նկարել էին հին հույները, հին հռոմեացիները։ Люди обнаженные, Մարդիկ, ովքեր մերկ էին, ангелы обнаженные, հրեշտակներ, ովքեր մերկ էին, Бог в тоге, в римском одеянии, Աստծուն էին պատկերում հռոմեական այդ թիկնոցով, կիսատ, որ փակում էր մարմինը։ апостолы носят тогу, римскую или греческую. Առաքյալներն էլ էին նմանատիպ, այսպիսի մարմինը կիսատ փակող հունական հռոմեական թիկնոցներով պատկերվում։ Да, и, кстати, Иисус обретает обличие греческой статуи.
Հիսուսն էլ ոնց որ ստանում է հունական արձանի կերպարանք, У него даже на кресте накачанный пресс появляется. անգամ խաչի վրա պարապած փորի մկաններ են հայտնվում Да, мускулистые руки. եւ մկանոտ ձեռքեր են ունենում արդեն։ Да, то есть откуда это восхищение человеческим телом? Եվ դա որտեղից է գալիս։ Դա գալիս է մարդու մարմնով հիացմունքից։ Да, то есть отсюда и название гуманизм, то есть это как гуманность, у нас отсюда корень, Այստեղից էլ է այդ հումանիզմ բառը, как человечность. որի արմատը այդ հումանոս բառն է, որ այսինքն То есть մարդկայնություն, հա, восхищение красотой человека и достижениями человека, որը իր особенно в մեջ прошлом. որը իր մեջ ենթադրում է հիացմունք մարդկային մարմնով, հիացմունք ընդհանրապես մարդով եւ հատկապես անտիկ ժամանակների մարդկանցով։ Мгм. Да, это в Европе потом перейдет в эпоху романтизма. Եվ հետո սա կբերի Եվրոպայում ռոմանտիզմի ժամանակաշրջանը։ То есть даже сегодня мы говорим, что человек романтичный. Այսօր էլ չէ, մենք ասում ենք, որ մարդը ռոմանտիկ է, То есть это как будто он немножко он старомодный, скажем так. երբ որ մենք դա ասում ենք, մենք կարծես нկատի ունենանք, որ ինչ որ առումով նա հնաոճ է, Он наполнен таким идеалом прошлого, который близок к природе, близок к լեցված է մի իդեալով, մի գաղափարով, որ ավելի լիքն է անցյալով, ավելի մոտ է բնությանը։ И вот эта романтика, романтизм, корень Рим. Հենց այս ռոմանտիկան, որ արմատը Հռոմ, потому что это тоже самый гуманизм. Это просто оборачивание назад и обращение своего внимания к античности. Ինչի համար, որովհետև հենց դա իրենից ենթադրում է պտույտ դեպի հետ, դեպի այն ժամանակը, երբ որ անտիկ աշխարհում այս գաղափարը էլի կար։ Да, есть какие-то вопросы по гуманизму в целом как движению? Կան հարցեր որպես շարժում հումանիզմի հետ կապված։ Ես չունեմ։ Ну, наверное, нету. Да, хорошо. И здесь мы немножко потратим времени вложим время в изучение Эразма Роттердамского. Այստեղ արդեն մենք մի փոքր մեր ժամանակը կներդնենք ուսումնասիրելու համար Էրազմ Ռոտերդամցու կյանքը։ Да, его прозвали принцем гуманистов. Իրեն անվանում էին հումանիստների արքայազն, потому что он считался лучшим представителем этого движения. որտեղ նա լավագույն ներկայացուցիչն էր այդ տարիներին։ Он опубликовал греческий Новый Завет. Նա թողարկեց հունարեն նոր կտակարանը в печатном издании, то есть греческий Новый Завет стал доступный всем. Այսինքն տպված թողարկումով ոչ թե ձեռագրով գրված եւ հենց այդ տպվելու շնորհիվ էլ դարձավ հասանելի շատերին։ Он симпатизировал реформаторам. Նա հավանում էր բարեկարգյալներին, но критиковал протестанство, то есть он отказался выходить из католической церкви. Բայց բողոքականությանն էլ դեմ էր, քննադատում էր եւ հրաժարվեց դուրս գալ կաթոլիկ եկեղեցուց։ Да, Мартин Лютер и Кальвин, они его знали и вели с ним переписку. Լյութերը եւ Կալվինը գիտեին իրեն անձնապես եւ իր հետ անձնական նամակագրությունների մեջ էին անգամ։ И они хотели, чтобы Эразм присоединился к реформации. Նրանք ուզում էին, որ Էրազմը միանար բարեկարգության շարժմանը։ Эразм был согласен с канцеляризмом, но он не был согласен с реформацией. Էրազմոսը համաձայն էր կանցելարիստական գաղափարների հետ, բայց ոչ թե ամբողջական բարեկարգության գաղափարի հետ։ Он считал, что изменения в церкви должны проводиться изнутри церкви. Նա համարում էր, որ եկեղեցում փոփոխությունները պետք է եկեղեցու մեջից արվեն։ И он отказался оставить католичество и присоединиться к реформации. Եվ նա հրաժարվեց արդյունքում թողնել կաթոլիկությունը եւ միանալ բողոքական շարժմանը։
Да, мы его изучаем просто как одну из реакций на реформацию. Մենք իրեն ուսումնասիրում ենք ուղղակի որպես մի արձագանք բարեկարգությանը Но также, чтобы понять еще дух того поколения. եւ նաեւ որպեսզի հասկանանք այդ սերնդի ոգին, այդ մտածողության առումով И понять его влияние на нас сегодня, потому что оно сохранилось. եւ հասկանալ իր ազդեցությունը մեր վրա անգամ ինչի որովհետեւ այն միջև օրս շարունակվում է, պահպանվել է։ Да, а у Эразма были свои позиции, которые сильно отличались от общего католичества. Էրասմոսը պահել էր իր որոշակի տեսակետները, որոնք որ շատ տարբեր էին ընդհանուր կաթոլիկ տեսակետներից։ Да, например, он считал, что будущее церкви определяется мирянами, а не духовенством. Օրինակ, այս միտքը, որ նա մտածում էր, որ եկեղեցու ապագան պայմանավորված է հասարակ քաղաքացիներով, այլ ոչ թե եկեղեցու հոգևորական դասով։ Да, и что духовенство должно воспитывать мирян до своего уровня. Եվ որ եկեղեցու հոգևորականությունը սովորական ժողովրդին պետք է դաստիարակի եւ հասցնի իրենց մակարդակին։ То есть вот этот европейский упор на образование, он образовался уже здесь, и он сохранится до нашего времени. Եվ այստեղից հենց հիմք է դրվում եվրոպական այդ համառ ուսուցմանը եւ պահպանվում է մինչեւ անգամ մեր օրերը։ Մենք գիտենք Եվրոպան ինչ ուսումին ինչտեղ են տալիս։ Да, то есть Эразм считал, что богословие это не только для пастырей и богословов. Այսինքն Էրասմոսը չէր мտածում, որ աստվածաբանությունը միայն հովիվների ու աստվածաբանների համար է, Это для всех. այլ նա մտածում էր, որ դա բոլորի համար է։ Миряне, если могут выучить греческий, должны. Ժողովուրդը եթե կարող էր սովորել հունարեն, պետք էր սովորել։ Религия упирается в первую очередь в внутреннее состояние человека. Նա ասում էր, որ կրոնը առաջին հերթին հենվում է մարդու ներքին կարգավիճակի вրա։ Да, и читать Библию надо в оригинале. Եվ ասում էր, որ Աստվածաշունչ պետք է իր բնագրով կարդաս։ То есть он считал это правильным, лучше, чем читать ее в переводе. Նա ասում էր, որ դա ճիշտ է եւ ավելի լավ է այդպես, քան դու թարգմանություն կարդաս։ И опять же, он не думал, что так должны делать только профессионалы, пастыри. Եվ կրկին անգամ նա չէր մտածում, որ դա միայն պետք է անեին պրոֆեսիոնալները, հովիվները, А что любой верующий, если может, должен читать Библию в оригинале. եւ որ ցանկացած հավատացյալ, եթե հնարավորություն ունի, կարող է պետք է կարդա Աստվածաշունչը բնագրով։ Да, Эразм издал книгу «Руководство христианского солдата», очень популярная книга в 1503 году. Նա այսպեսի մի գիրք հրատարակեց 1503-ին, որում խոսում է կանոնակարգի մասին քրիստոնեական զինվորի։ И здесь он дает свою модель реформации, как надо реформировать церковь. Եվ այստեղ նա արդեն տալիս է իր տեսլականը, թե ինչպես իր մոդելն է տալիս, ինչպես կարելի է անել բարեկարգության գործը եկեղեցու ներսից։ И он говорит в этой книге, что надо реформировать изучением Писаний. Նա ասում է, որ պետք է բարեկարգել Աստվածաշնչի սերտելով, подражает сам церкви. Եկեղեցի հաճախելով, и суть веры не внешнее соблюдение правил, а внутренняя религия. Եվ ասում է, որ հավատքի էությունը ոչ թե արտաքին ծեսերին հետևելն է կամ կանոններին հետևելն է, այլ հավատքի հիմքը ներքին հենց կրոնն է։ Да, то есть здесь нужно понимать, что его взгляды на самом деле не сильно отличались от взглядов Лютера. Այստեղ պետք է հասկանանք, որ իր հայացքները այդքան շատ չէին տարբերվում Լյութերի հայացքներից։ Особенно до 1521 года. Հատկապես մինչև 1521 թվականը։ Они были, можно сказать, на одной волне. Նրանք մի ալիքի վրա էին, այսպես ասած, համակարծիք էին։ Да, основное разногласие у них это вопрос, кто такой Папа Римский. Նրանց հիմնական այդ տարաձայնությունը նրա մասին էր, թե ով է Հռոմի Պապը։ Для Эразма это
а, такой грешный слуга Божий. Էրասմոսի համար Հռոմի Պապը մեղավոր Աստծո էր։ Для Лютера это антихрист. Իսկ Լյութերի համար այն հակաքրիստոսն էր։ И, и разум оказался в такой ситуации, что Лютер его считал, скорее всего, трусом. Էրասմոսը այն վիճակում հայտնվեց, որ Լյութերը իրեն վախկոտ էր համարում։ Что и разум знал и понимал прекрасно все, что происходит. Լյութերի կարծիքով Էրասմոսը լավ էլ հասկանում էր ինչ է կատարվում, И что у него не хватало просто решительности или честности признаться, բայց իր մոտ վճռականությունն էր պակասում եւ իր մոտ պակասում էր ազնվությունը, որպեսզի նա բացայտ ասի, да, и что он как бы привык к комфорту и престижу, потому что католики его любили очень сильно. Եվ Լյութերն ասում էր, որ Էրասմոսը ավելի հարմարավետությանն է սովորել եւ այդ սերը, որ կաթոլիկները տածում էին իր հանդեպ, դա նրան պահում էր, որպեսզի նա բացայտ ասի իր կարծիքը։ И что и разум как бы не хотел жертвовать своим престижем, чтобы присоединиться к реформации. Եվ նա ասում էր, որ Էրասմոսը իր պրեստիժը այդ հասարակության ընդունելությունը չի ուզում զոհաբերել բարեկարգության գործի համար։ Может быть. Կարող է այդպես բան լինել։ Но похожая интересная история была с наставником Лютера Штаупицем. Բայց նմանատիպ մի պատմություն էլ եղավ Լյութերի հաջորդի հետ։ Мы еще про него очень много поговорим. Մենք իր մասին դեռ շատ կխոսենք։ Потому что Штаупиц очень сильно повлиял на Лютера и помог Лютеру. Որտեղ Շտապիցը իր օգնականը շատ ազդեց Լյութերի վրա, այն առումով, որ նա իրեն շատ օգնեց, но отказался присоединиться к реформации. բայց մերժեց միանալ բարեկարգության գործին։ И там не стоял вопрос репутации. Բայց այդտեղ էլ չկար հասարակության ճանաչողության խնդիրը, հա։ Да, Штаупиц считал, что Лютер реформирует церковь неправильно. Ինքն էլ մտածում էր, որ Լյութերը ճիշտ չի բարեկարգում եկեղեցին։ Конфликтно. Նա կարծում էր, որ Լյութերը դա անում է ընդհարումների միջոցով։ И здесь и разум, и Штаупиц, они были бы едины во мнении. Եվ այս հարցում կոնկրետ Էրասմոսն ու Շտապիցը համակարծիք էին։ Вот вопрос, кто из них правильно поступил, Лютер или Эразм? Հարցը իրենցից ով ավելի ճիշտ արեց, Լյութերը թե Էրասմոսը։ Да, его стоит оставить открытым до конца недели. Պետք է արժի այս հարցը բաց թողել մինչև շաբաթվա վերջ։ Да, и мы в пятнице, когда у нас будет обсуждение по этому вопросу, мы вернемся и спросим, правильно ли Лютер поступил, когда он сделал то, что он сделал. Եվ մենք ուրբաթ-օրը, երբ որ հարցու պատասխան ունենանք, կքննարկենք թե արդյոք Լյութերը ճիշտ արեց, երբ որ արեց այն, ինչ արեց։ Правильно ли Эразм поступил? Էրասմոսը ճիշտ քայլ արեց։ Стоило ему ли присоединиться к реформации, или он сделал правильно то, что он остался в католичестве? Արժեր իրեն միանալ ամեն դեպքում բարեկարգությանը, թե ճիշտ արեց, որ մնաց կաթոլիկության մեջ։ Это вопросы на пятницу будут. Սա դեռ կքննարկենք ուրբաթ-օրը։ Да, сейчас мы пройдемся по книге Эразма, которая называется «Правила для христианских рыцарей». Հիմա մենք կանցնենք Էրասմոսի այն գրքի էջերով, որը կոչվում է կանոններ քրիստոնեական ասպետի համար։ Да, это короткие 22 правила, мы по ним пройдемся, чтобы вы просто прониклись духом гуманизма, чтобы вы понимали, что это было. Կարճ 22 էջանոց, 22 կետանոց կանոնագիրք է, բայց մենք սրա վրայով կանցնենք, որպեսզի դուք հասկանաք, պատկերացում ունենաք, թե ինչ ոգի ուներ հումանիզմը։ Потому что эти правила, они захватывают понимание правильной веры и правильного поведения в Европе на тот момент. Որտեղ սրանք ներառում են, այս կանոնները ներառում են այդ պահին Եվրոպայում գտնվող կարծիքները հավատի եւ ճիշտ կերպով հավատը ապրելու մասին։ И это то, что у нас сохранилось, то, что мы называем рыцарь на белом коне.
Եվ հենց այս ամենը այն է, ինչ որ մեր մոտ մեր օրերը մինչև պահպանվել է եւ մենք անվանում ենք ասպետ սպիտակ ձյու վրա։ Да. Значит, первое правило — почитайте Священное Писание и старательно изучайте его. Առաջին կանոնը կարդացեք Սուրբ Գիրքը եւ ջանացեք սերտել այն։ Не сомневайтесь в Божьих обещаниях. Մի կասկածեք Աստվածային խոստումների вրա։ Воспринимайте все, что вас устрашает, как что-то незначительное. Ընդունեք այն ամենը, ինչ ձեզ վախացնում է, որպես աննշան բան։ Подражайте Христу во всем, работайте как Он и отдыхайте как Он. Ձգտեք լինել Քրիստոսի պես ամեն ինչում, աշխատեք ինչպես նա, գործեք ինչպես նա գործեց եւ հանգստացեք ինչպես նա հանգստացավ։ Отбросьте суеверие, приобретите благочестие. Ունայնությունից հրաժարվեք եւ աստվածապաշտությանը հետևեք։ Да. Будьте благородны, не поступайте и не мыслите наряду с массами. Եղեք բարեպաշտ եւ մի արեք այնպես, ինչպես որ մտածում է մեծամասնությունը։ Не просто избегайте грех, стремитесь к благодетели, как только можете. Ոչ թե մենք փորձեք մեղք չգործել, այլ բարեպաշտությանը, առաքինությանը հետևեք այնքան, ինչքան որ կարող եք։ Благодарите Бога за трудности и искушения. Շնորհակալություն հայտնեք Աստծուն ձեր դժվարությունների եւ փորձությունների համար։ Заранее готовьтесь противостоять искушению. Նախորոք պատրաստվեք կանգնել փորձությունների դեմ։ Да, заучивайте стихи из Библии до того, как они вам понадобятся. Անգիր սովորեք Աստվածաշնչից համարներ, մինչև այն պահը, երբ դրանց պետք է գան։ Помните, что вы можете достичь всего во Христе. Հիշեք, որ դուք Քրիստոսի մեջ ամեն ինչի կարող եք հասնել։ Когда вы искушаетесь грехом, найдите способ проявить добродетель. Երբ որ դուք հարցակում եք մեղքի կողմից, փորձեք գտնել մի եղանակ, որով կարող եք դուք առաքինություն անել։ Да, то есть мы вот где-то половину прошли. Մենք մոտավորապես կեսը անցանք։ То есть заметьте, что правила для христианских рыцарей у Эразма все практически духовные. Այս կեսը որ անցանք, նկատեք, որ քրիստոնեական ասպետի կանոնները Էրասմոսի մոտ ներառում են հոգևոր խորհուրդներ, հոգևոր կանոններ են դրանք։ Да, то есть мы еще не увидели правила «ходите в спортзал». Այսինքն մենք դեռ կանոն չենք տեսել, որ գնացեք մարզասրահ։ Мы еще не видели правила «сражайтесь храбро». Մենք չենք տեսել կանոն, օրինակ, այն մասին կռվեք քաջասիրտ կերպով։ Да, то есть он понимает, что сила человека в первую очередь это его духовная сила. Այսինքն նա հասկանում է, որ մարդու ուժը առաջին հերթին մարդու հոգևոր ուժն է։ И его самая большая слабость это искушение. Եվ մարդու ամենամեծ թուլությունը դա գայթակղությունն է, մեղքի հարձակումն է։ И его самая большая опасность это сатана. Եվ որ մարդու ամենամեծ վտանգը դա սատանան է։ Да, посмотрите на 13 правило. Տեսեք 13-րդ կանոնը։ Боритесь с искушением, словно это ваша последняя битва. Կռվեք գայթակղության դեմ այնպես, կարծես դա լինի ձեր վերջին ճակատամարտը։ Не оправдывайтесь и не обманывайтесь, когда поступаете неправильно. Մի փորձեք արդարանալ եւ ինքներդ ձեզ մի խաբեք, երբ որ սխալ եք գործում։ Помните ужасную плату за грех и великую награду за праведность. Հիշեք սարսափելի պատիժը մեղքի համար եւ հիշեք այն մեծ փոխհատուցումը արդարության համար։ Да, никогда не сдавайтесь, даже если вас обезоружили или причинили вам смертную рану. Երբեք մի հանձնվեք անգամային դեպքերում, երբ ձեզ զինաթափ են արել կամ մահացու վերք ունեք։ Ежедневно размышляйте о смирении, храбрости и жертве Христа на кресте. Ամեն օր մտածեք խոնարհության, քաջության եւ Քրիստոսի զոհի մասին խաչի վրա։ Размышляйте о разнице между скверностью греха и достоинством человека. Մտածեք մեղքի
պիղծ լինելու մասին եւ մարդու արժանապատվության մասին։ Размышляйте о разнице между жестокостью сатаны и милосердием Бога. Մտածեք սատանայի կոպիտ կոպտության, դաժանության եւ Աստծո ողորմության մասին։ Да, с нетерпением ожидайте небес. Անամբեր սպասեք երկինքներին, Размышляйте о быстротечности земной жизни. մտածեք երկրային կյանքի անցողիկության մասին И размышляйте о трудности отступления от греха. մտածեք մեղքից մի կողմ քաշվելու դժվարության մասին։ Да. Когда мы читаем сегодня эти правила христианского рыцаря, Որ մենք այսօր կարդացինք քրիստոնեական ասպետի այս կանոնները, они нам нравятся, они приятные. մեր համար դրանք հաճելի եղան, մեզ дրանք դուր են գալիս։ То есть мы читаем, и мы говорим, я тоже хотел бы быть таким. Մենք կարդում ենք եւ ասում ենք ես էլ կուզեի տենց լինել։ Да, то есть нужно здесь понять, почему мы это проходим, что в глазах Лютера и Кальвина Иразм был верующим. Որ մենք տեսնենք, որ Լութերի ու Կալվինի աչքերով Էրասմոսը հավատացյալ էր։ Они были против Папы Римского, но они не были против Иразма. Եվ ուզում եմ տեսնենք, որ նրանք Հռոմի Պապի դեմ էին, բայց Էրասմոսի դեմ չէին։ Они считали, что Иразм ошибается в том, что он не вышел из католичества, но у них не было сомнения, что Иразм спасенный человек. Նրանք կարծում էին, որ Էրասմոսը սխալ արեց, որ դուրս չեկավ կաթոլիկությունից, բայց իր փրկված լինել չլինելու հետ կապված իրենց մոտ հարց չկար, իրանք չէին կասկածում, ինքը փրկված մարդ էր։ И они были не согласны с его выбором, но они уважали его и уважали его выбор. Նրանք համաձայն չէին իր ընտրության հետ, բայց հարգում էին իրեն եւ հարգում էին իր ընտրությունը։ Да, то есть здесь нужно понять, что мы, когда изучаем историю, Մենք այստեղ կարևոր է հասկանանք, որ երբ որ ուսումնասիրում ենք պատմությունը, да, мы всегда стараемся делить людей на хороших и плохих, մենք միշտ փորձում ենք մարդկանց բաժանել լավերի ու վատերի միջև, и потом себя ставим в категорию хороших. եւ հետո մեզ դնում ենք լավերի շարքում։ И это всегда такое получается очень грубое упрощение. Եվ դա միշտ լինում է այսպես շատ կոպիտ բարձեցում։ Да, и люди принимают разные решения, Մարդիկ կայացնում են տարբեր որոշումներ։ и люди очень разные, и они по-разному подходили к вопросу, как правильно реформировать церковь. Մարդիկ ունեն տարբեր մոտեցումներ, թե ինչպես է պետք ճիշտ բարեկարգել եկեղեցին։ И если поближе к ним присмотреться, эти вопросы становятся сложнее, а не проще. Եվ եթե ավելի մոտիկից նայենք այդ հարցերին, դրանք ավելի են բարդանում, ոչ թե հեշտանում են։ Да, потому что Иразм многие вещи духовные очень хорошо понимал и понимал правильно. Որտեղ Էրասմոսը շատ հոգևոր հարցեր հասկանում էր եւ լավ էր հասկանում։ И более того, он заботился о душах людей вокруг себя. Ավելին նա հոգ էր տանում իրեն շրջապատող մարդկանց հոգիների մասին։ И он считал, что если людей научить правильно Писаниям, то они реформируются. Եվ նա կարծում էր, որ եթե մարդկանց ճիշտ սովորեցնես Աստվածաշնչին համահունչ կերպով, մարդիկ կբարեկարգվեն։ Может быть, он считал наивно, Միգուցե նա միամիտ էր այսպես համարում։ да, но это уже потом. Это мы посмотрим уже на последствия после. Հետո մենք կտեսնենք հետևանքների ժամանակ սա։ Вот приблизительно, значит, чуть позже Есть вопрос. Սայջան, այս կետերը, որ անցանք, այս Էրասմոսի գրքի մեջից էր, հա, այս կետերը։ Հա, իր կանոններ։ Это из книги, да? То есть это Да. вся суть книги, это 22 пункта. Это даже не книга, это памфлет. Это очень коротенько Ինքը произведение. sense փոքր sense բուկլետի նման բանա գիրքել չի կարելի իրան անվանել։ Հա, բաղկացած այս կետերից։ Այսինքն սա իր գրություններ ու ինքը սա ուսուցանում էր, չէ՞։ Ճիշտ ենք, չէ՞ հասկանում։ То есть это его учение, да, как бы Да. он это преподавал. Да, да, да. Այսինքն ոնց նայում ենք, նայելով այս 22 կետերին, շատ առողջ բան ա եղել, էլի, բագասլով ա եղել ինքը։ Ես ոնց հասկացա, հուսանք դասախոսն էլ ա տենց մտածում։
То есть, как вы думаете, смотря на эту книгу, ну, эти 20 пункты, он Мгм. был хорошим богословом? Ну, как историк, у нас это принцип подхода, что сначала познать, а потом осудить. Հմ։ Мгм. Որպես պատմաբան ես կարող եմ ասել, որ սկզբից պետք է ճանաչենք, հետո մեր դատողությունները անենք։ Да, то есть сначала просто нужно понять, что произошло. Սկզբից պետք է ուղղակի հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ։ Да, и уже потом вывести какие-то уроки, и потом эти уроки применить в современности. Հմ։ Եվ հետո դասեր քաղել, որ մեր ժամանակներում дրանք կիրառենք։ Да. Лично я Эразмом восхищаюсь, он мне очень нравится. Мгм. Հմ։ Անձամբ ես հիանում եմ Էրասմոսով, Мгм. Да, но на его месте я бы присоединился к реформации. Я думаю, что он был неправ. բայց եթե ես իր տեղը լինեի, ես կմիանայի բարեկարգության գործին, ռեֆորմացիային, ես մտածում եմ, որ այս սրանով ինքը ճիշտ չէր։ То есть можно по-разному реформировать, но нельзя просто отказываться или отворачиваться от истины. Այսինքն ես մտածում եմ, որ կարելի է տարբեր կերպով բարեկարգել, բայց չի կարելի ճշմարտությունից երես թեքել։ Мгм. Папа Римский вел себя крайне непристойно. Հռոմի պապը իրեն ոչ հարիր էր պահում։ Он вел себя абсолютно ужасно. Շատ սարսափելի կերպով էր իրեն պահում։ И Эразм, член этой церкви, просто сидел и молчал. Եվ Էրասմոսը այդ եկեղեցու անդամ լինելով ուղղակի նստել եւ լռում էր։ Так нельзя. Այդպես չի կարելի։ Да, в Писании, если пройтись по слову истина, очень много стихов об этом сказано. Եթե օրինակ համաբարբարով նայենք սուրբ գրքում ճշմարտություն բառը շատ համարներ կգտնենք դրա հետ կապված։ Да, в первом псалме написано, что праведный человек не стоит на совете нечестивых. Առաջին սաղմոցում գրած է, որ արդարը չի кանգնում պիղծերի ժողովում։ То есть проблема Эразма была в том, что он избегал проблем. Իմ կարծիքով Էրասմոսի խնդիրն էր, որ նա ուղղակի փորձում էր փախնել խնդիրներից։ Он боялся конфликта. Նա Мгм. վախենում էր ընդհանումներից։ И я, с одной стороны, восхищаюсь им, а с другой стороны, я бы ему открыто сказал, брат, ты был совершенно неправ. Мгм. Մի կողմից ես չնայած նրան, որ իրենով հիանում եմ, մյուս կողմից էլ ես իրեն բացայտ կասեի, որ եղբայր, ես հարցում դու ճիշտ չես։ Потому что правильное поведение было, даже если он хочет остаться в католичестве, он мог бы остаться. Որովհետև ճիշտը էս կլիներ։ Եթե անգամ սրանից հետո ինքը ուզեր արմենար կաթոլիկության մեջ, ինքը կարող էր դա անել, Но он должен был сказать истину. բայց նա պետք է ասեր ճիշտը։ Он должен был публично поддержать Лютера и сказать, папа римский неправ. Նա պետք է massական կերպով կանգնել եւ Լյութերին աջակցել եւ ասել, որ Հռոմի պապը ճիշտ չէ։ Да, а он остался сидеть на заборе. Եվ Мгм. բայց նա հետևում ուղղակի нестած մնաց։ То есть Лютер правильно сказал, что он трус. Ну, Ох. тяжело судить сердца. Դժվար է սերտերը դատել։ В какой-то степени я думаю, что да. Ага, да. Ага. Ինչ որ աստիճանով ես մտածում եմ, որ այո։ Мгм. Да. Ну, и таких было много. Опять же, это принц гуманистов. Мгм. Բայց այդպիսիները շատ էին, էլի եմ ասում, որ նա հանդիսանում էր արքայազնը հումանիստներին։ Они вежливые, они культурные. Նրանք շատ կրթված էին, նրանք շատ հարգանքով էին։ Они благородны, они ни с кем не ругаются. Նրանք շատ բարեպաշտ էին, ոչ ոքի չէին վիճում։ От них всегда остается хорошее впечатление. Իրենց մասին միշտ լավ տպավորություն է լինում։ Но всегда пасторский вопрос, что это делает с душами людей? Բայց միշտ էս հովական հարցն է галիս, որ ինչ է դա անում մարդկանց հոգիների հետ։ Да, то есть кто-то должен быть храбрым, кто-то должен сказать правду своему народу, своему поколению. Այսինքն ինչ որ մեկը պետք է լինի ճիշտ, ինչ որ մեկը պետք է ասի ճիշտը իր սերունդի մեջ։ Да, и, кстати, сейчас в мире таких ситуаций очень много, когда происходит что-то очень нехорошее, и люди отмалчиваются. Եվ իդեպ այսօր աշխարհում շատ այդպիսի իրավիճակներ են լինում, երբ որ վատ բան է տեղի ունենում, բայց մարդիկ լռում են։ Они боятся сказать, что это неправильно, потому что они смотрят направо-налево, что другие делают. Նրանք նայում են վախենալով նայում են աջ ցախ, որպեսզի տեսնեն թե ուրիշները ինչ են անում։
И они начинают высчитывать цену последствий. Да? Եվ նրանք արդեն սկսում են իրենց մեջ հաշվարկել հետևանքների գինը։ Да, Писание, мне кажется, гораздо строже. Իմ կարծիքով Սուրբ Գիրքը ավելի զգաստ է ձիգ է այդ հարցերում։ Да. У одного из пророков, Исаия или Иосия, я сейчас так не вспомню, но есть такой призыв от Господа, только говорите истину друг другу. Չեմ հիշում այս պահին Եսայի թե Հովսեի մասին է ասվում, որ ասում է միայն մեկը մյուսին ասել ճշմարտությունը։ Да, я найду этот стих на переменной и пошлю. Ես հիմա դատարի ժամանակ կգտնեմ այդ համարը եւ կուղարկեմ։ Да. Եսայ ջան, դասախոսին մերսի ասենք, որ պատասխանեց ասեց, մեկ էլ դասախոսին կարող խնդրենք մի քանի րոպե, 5 րոպե շուտ անենք, այսինքն հիմա անենք ընդմիջումը, որովհետև Հայկ եղբայրը կերակուրը բերել է, էլի, որ չսառի։ Спасибо за ответ. И брат просит, можем на 5 минут раньше делать, то есть сейчас начинать уже, чтобы братья могли пообедать сейчас. Да, хорошо, давайте остановимся, и мы продолжим с греческого Нового Завета через час. Через час. Угу. Все. Хорошо, с Богом. С Богом.